Կառավարության որոշմամբ նախատեսված է կենսաթոշակների անկանխի գործարքներից հետվճարի չափի ավելացում։ Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%։ Հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10,000 դրամ, իսկ միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Այս փոփոխությամբ կենսաթոշակառուն շանս է ձեռք բերում 3-ից 4000 դրամով ավելի հետվճար ստանալ, բայց եթե անկանխիկ առևտուր անի։ Որոշների համար ընդունելի է այս տարբերակը, բայց շատերի համար էլ դժգոհության առիթ է դարձել։ Մի մասը անգամ չի կարողանում օգտվել քարտից։ Ինչ դիտարկումներ ունեն թոշակառուները կառավարության այս որոշման վերաբերյալ, ներկայացնում ենք Արմլուրի հարցումը։ Եպեք հասնում եղած գլուխ անենք, որ մի հատ տանենք քարտ գցենք։ Չի եկող։ Եթե չի ուզում բարձրացնի Աստված իր հետ, ինչ անենք, որենք ելենք պետք է քաշենք։ Քարտային տարբերակը ձեզ հարմար է։ Դուր հարմարելներ հարմարվեի, ինչ շատ է հարմարվում, որ մի հատ տանեմ քարտին հարմարվեմ։ Գնում եմ փոշտից ստանում եմ։ Այդպես ավելի հարմար է։ Հա, որ ջեբս ոչ մի կոպեկ չկա, գցեմ քարտը, ինչ անեմ։ Չէ, թայապես ես այդ քարտի նկատմամբ սեր չունեմ։ Չգիտեմ, ես այդ դրա մասին չգիտեմ, ես շուտ վանից եմ թոշակ ստանում, ինձ դա իսկի տեղյակել չեմ, ինչ որ դուք հիմա ասում եք։ Իսկ ձեզ ծախսելու համար ինչպես է հարմար, որ քարտով գնումները անեք, թե։ Այո, ինձ հարմար է քարտով, շատ այո, որովհետև քեշբեք գալիս է քարտով, իսկ ուրիշ ձևով չի գալի, թեկուզ դրա համար։ Դե ես քարտով եմ ստանում, իմ համար տենց տարբերություն չկա։ Այս վերջին որ օրենք ընդունեցին, որ 65 ապահովագրության մասին եմ ուզում խոսեմ, որ 65 տարեկանից են սկսում ապահովագրել։ Եթե մարդիկ 63 տարեկանից են անցնում կենսաթոշակ, ինչի 63 տարեկանից չեն ապահովագրությունը բանանում, նոր ինչի 65, էդի անհասկանալի է, այդ 2 տարին ինչ են բաց թողնում։ Էդի կասեմ, իսկ ծախսելու հետ կապված, դե նայած, եթե գնում ես շուկա, քարտով չես կարող առևտուր անել, խանութում հասկանալի է, բայց շուկայում ստիված պետք է կանխիկել ձերքիդ ունենաս, մի մասը ստիված ես հանում եմ որոշ մասը, որ կարողանա բանջարեղեն բան գնել, որովհետև սուպերմարկետը շատ թանկ է բանջա, կրկնակի կարամ ասեմ։ Ես միշտ քարտով ստացել եմ, քարտը գերադասում։ Ես միշտ քարտով եմ ստանում ու շատ գոհ եմ այդ սիստեմից, այսպես ասած, շատ գոհ եմ, շատ ճիշտ է եւ մեզ օգուտ է բոլորին։ Երկար ժամանակ քարտով եմ ստանում, ինձ լրիվ բավարարում։ Ինձ հարմար է։ Հարմար է այդ։ Բայց կան տեղեր, որտեղ հնարավոր չէ, էլի, շուկա ես գնում, շուկայում ինչպես դա անես։ Չէ՞։ Գիտեք, այդ այնքան բարձր եք տալու նայած թոշակի չափին։ Քանի որ իրենց տված թոշակն է սուրբա կյանքը մի քիչ անհամադրելի են, դրա համար շատերին ձեռ չի տալի։ Իսկ թոշակ շատ ասեն ինձ է կարելի է ինձ։ Դուք թոշակը ինչպես եք ծախսում։ Ես հիմնականում օգտագործում եմ այդ հետադարձի գալիս է։ Քարտով եք։ Այո, բայց կարծեմ դա այնքան էլ լիարժեք մոտեցում չի։ Ասեմ, եթե թոշակն իրանց տեղում ունեն, իսկ այդ հարցը չէ ծագի։ Ինչ ձերը տալ է, որ բերեն, տուն բերում են, բայց ասում են հիմա վերացնում են։ Չէ, հարմար չի, երեխեքը կնանք ստանում, էլ ինչ տարբերություն, քարտով չի առևտուրը։ Ինձ համար մեկ է, բայց տարիքով մարդիկ կան, որոնք ասենք հնարավորություն է այն չի, որ ասենք գնա, ստանա, քարտով վեսիմ։ Քարտը մեջը փողն է, չես գնում փող ստանալ։ Չէ, քարտի մեջ գրանցում են, պաշտում են խանութը առևտուր պետք է անես, այդ քեշ փող չէ։ Ավելի լավ է ես իմ ձեռքով բանանեմ, քան թե քարտն էլ տեղ չեմ բերում, էլի չեմ հասկանում այդքան շատ։ Դե որ պարտադրում են, ստիպված պետք է անեմ, ինչ անեմ։ Մեկ, երկու երևի սովորեմ, չգիտեմ, բայց ես քարտով առևտուր երբեք չեմ արել։